Digital Pomegranate ընկերությունը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին ընթառաջ Visit Գյումրի տուրիստական նախաձեռնության շրջանակներում այսօր Գյումրիում կազմակերպել է «Մեկ օր Ֆրունզի հետ» խորագիրը կրող փառատոն նվիրված Մհեր Մկրտչյանին։ Փառատոնի մեկնարկը տրվել է Գյումրու երկաթուղային կայարանում, ուր Երևանից գնացքով Գյումրի էր ժամանել շուրջ 100 երիտասարդ, ինչպես Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից, այնպես էլ արտերկրից։ Փառատոնի նպատակն է ստեղծել նախադրյալներ Գյումրիում տուրիզմի զարգացման համար, միաժամանակ մասնակիցներին ներկայացնել անվանի հային կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանին։ Միջոցառման մասնակիցները էքսկուրսավարների ուղեկցությամբ քայլերթով երկաթուղային կայարանից ուղևորվել են Թատերական հրապարակ։ Այնուհետև այցելել են Մհեր Մկրտչյանի հուշատուն թանգարան, որտեղ ծանոթացել են դերասանի կյանքին և թանգարանի պատմությանը։ Տեսակի մեջ այնքանով է եզակի փառատոնը, որ նախ առաջին հերթին ասեմ, ես միգուցե երիտասարդ եմ, բայց վաղուց չեմ լսել, որ Մհեր Մկրտչյանին նվիրված որևէ միջոցառում կազմակերպվի, որը որ հենց երիտասարդներին գրավի։ Սա մենք որոշեցինք զուգակցել քայլարշավի միջոցով, որ կարելի է քայլել քաղաքում, ծանոթանալ պատմամշակութային արժեքներին եւ մեկ առ մեկ ծանոթանալ նաեւ մհերին առնչվող տարբեր հատվածների եւ վայրերի, օրինակ թատրոնին կամ արձանին, հուշաթանգարանին։ Ընթացքում մասնակիցներին սպասում են բազմաթիվ անակնկալներ, նաև մենք համագործակցել ենք երիտասարդ արվեստագետների հետ, ովքեր որ սթրիթ արտ ոճի մեջ շատ գեղեցիկ ներկայացումներ են պատրաստել Մհերին նվիրված, ունենալու ենք նաև ֆիլմի դիտում։ Եվ առհասարակ միջոցառման կարևորագույն էլեմենտ է հանդիսանում Այցելիր Գյումրի կայքի շնորհանդեսը եւ Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի վեբ կայքի շնորհանդեսը։ Քանի որ այս նախաձեռնության շրջանակներում մենք տեխնոլոգիապես փորձեցինք ոտքի կանգնեցնել մշակութային աշխարհը Գյումրիում, սկսելով թանգարաններից, մեր ընկերությունը անվճար կայքեր է տրամադրում թանգարաններին եւ այսուհետ տուրիստները կարող են ինտերնետում փնտրելիս բազմալեզու տարբերակով շատ նյութեր գտնել քաղաքի մասին։ This is my first time in Gyumri. Սա իմ առաջին այցն է Գյումրի եւ շատ ուրախ եմ, որ այստեղ զարգանում է տուրիզմը եւ հատկապես տեխնոլոգիաների միջոցով, որովհետեւ առավոտյան ստուգեցի Գյումրիում քայլարշավ տեխնոլոգիական մոբայլ հավելված է եւ շատ անակնկալի եկա, որ այդպիսի ինֆորմացիա հնարավոր էր գտնել։ Ինձ համար կարեւոր է այն փաստը, թե ինչքան ազդեցիկ կերպար է հայ հասարակության եւ երիտասարդների համար Մհեր Մկրտչյանը, այնպես որ փորձում եմ ինչ-որ ձևով դասեր քաղել այս ամբողջ երևույթից, սկսած միջոցառումից եւ հատկապես որ երիտասարդներն են կազմակերպել։ Էական չէ, ես նրան որպես արվեստագետ ճանաչում եմ թե ոչ, ինձ համար այն ազդեցությունն է եւ այն տպավորությունն է, որ նա փոխանցել է հասարակությանը եւ ինձ թվում է յուրաքանչյուրն էլ կարող է մի բան վերցնել, որպեսզի դա վերածի արժեքի եւ փոխանցի հաջորդ սերունդներին։